Ողջույն բոլորին, դուք գտնվում եք զուտ տեկի ալիքում, ես Գյորգին եմ ու այսօր մի հատ ուժեղ բան ենք անում, արդեն cover-ից ու վերնագրից հասկացաք այսօր ինչ ենք անելու, այսօր MacBook Neo-ի unboxing չի, այսօր մենք MacBook Neo-ն տեստ ենք անելու խաղերի վրա MacBook Neo-ի մեջ մոտավորապես նույն A18 Pro chip-ն է, ինչը որ iPhone 16 Pro-ում է։ Ուղղակի գրաֆիկան մի քիչ թուլացրած է։ Սա ուղղակի unboxing չի։ Այդ տեսել ենք ամենտեղ, գիտենք, համել unboxing-ը ինչ տուփից անիր ու վсё, փաստացի դու չես տենում իր հզորությունը։ Բայց այսօր մենք ունենք MacBook Neo թե Neo։ Neo թե Neo։ Գրեք կոմենտներում Neo թե Neo։ Մենք ունենք MacBook Neo, որը իդեպ մեզ տրամադրել են մեր շատ լավ ընկերները Team Telecom Armenian։ Ու իդեպ ասեմ, որ հենց այս MacBook-ը, ոչ թե հենց այս չէ, այլ հենց այս պարամետրերով, որը որ այս MacBook Neo-ն է, 8 GB RAM, 256 GB հիշողությամբ, հունիսի 15-ից մինչև հունիսի 28-ը ինքը արժանալու է ոչ թե 299,900 դրամ, այլ 279,900 դրամ։ Նաև 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, առաջին 18 ամիսների համար մայիսի 1-ից հունիսի 30-ը ներառյալ։ Cosmo փաթեթին միանալու դեպքում բայց այս պահը ուշադիր։ Լինքը թողնում ենք ներքևում, մտեք, նայեք, ուսումնասիրեք, իսկ մենք շարունակենք։ Ուրեմն, MacBook-ը ինչա իրանից ներկայացնում, ինչ ենք вообще մենք լսել։ Որ սա ամենաէժան MacBook-ն է, արդեն հասկացանք, այդքան էլ հզոր չի։ Իրանով դու չես կարող ինչ-որ ուժեղ մոնտաժներ անես։ Թեթևակի բաներ կարաս երկկպցնես ու վсё։ Apple իրան ավելի շատ ներկայացնում է որպես YouTube նայելու համար, ինչ որ տեքստեր գրել, ջնջելու համար։ Իսկ ինչ կլինի, որ մենք իրա վրա միացնենք խաղեր։ Ու մի քիչ ճնշենք այս MacBook-ը։ Տնանք ինքը ոնց իրան կպայի։ Ես մտել եմ App Store ու մտել եմ անվճար խաղերի թոփերը ու նայել եմ ինչ տենց պլյուս-մինուս ծանր ու թեթև խաղեր կա, որ կարելի է մի հատ համեմատություն անել, տեսնել ոնց է աշխատում։ Քաշել եմ խաղերը, բայց անկեղծ չեմ միացրել ու չգիտեմ вообще ոնց է ձգելու համակարգիչը։ Հիմա կտեսնենք։ Ինձ շատ հետաքրքիր է, գիտեք ինչ, ես դե քաշել եմ ինչ որ թեթև խաղեր քաշել եմ Snake, Croc World, բայց նաև ես քաշել եմ Asphalt, Resident Evil 2-ը, կստացի 2-ն եմ քաշել, կարելի է 3-ը քաշել, բայց լավ, Resident 2-ն եմ քաշել, ու էլի ինչ որ Car Driving Real, ես շատ գիտեմ ինչ, գոնկա։ Լավ, հիմա կմիացնեմ օրինակի համար, ուրա Snake-ը, Snake, հեսա, այս խաղ, գնացինք, թեթև խաղա, թեթև, full screen, ոչ մի նորմալ աշխատում է, ընտրում ենք մեր օցիկին, եթե follow չես զուտ տեկի ալիքին, follow տուր, լայքի, կոմենտի, զանգակը սխմի, որ մենք շարունակենք նույն տեմպով թույն լիքը վիդեոներ նկարել ձեր համար։ Вообще չի կախում, ժողովուրդ Snake-ը պտիշկա դրեք, չոտքի աշխատում է, չի կախում ընդհանրապես, գազեր ենք տալի, Вообще, ոչ կախել, ոչ ինչ-որ ինքը չեմ ճնշվում ես այս խաղը խաղալուց։ Դեռ խաղն էլ է вообще շատ թեթև։ Ու հետաքրքիր է սլակն։ Սլակները էլ ալնում։ Կստացի մերա։ Մենակ այս խաղի համար այս MacBook-ը արժի ունենալ։ Նոր ջան ասում։ Так, եթե Resident Evil-ն էլ նորմալ միացավ ու չի կախելու, ինչա պետք ձեզ։ Արա, չեմ կարող ես այս խաղը խաղամ։ Այս խաղը շատ թույն աշխատեց, մալադեց։ Snake-ը ասում եմ, ծիշկա դրեք, ինքը աշխատելու է։ Так, MacBook-ի վրա շատ եմ սիրում խաղալ, կստացի Asphalt 7-ը։ 8-ն էլ կա, բայց եկեք ռիսկ չանենք, հələ որ Asphalt 7-ից սկսենք։ Գիտեք, չէ՞ որ խաղն է, ով որ գիտի այդ խաղը ու շատ ուժեղ կարում է խաղը այդ խաղը, կոմենտներում գրեք։ Նա տնանք շատ մարդ կա Asphalt-ի ֆանատներից։ Գնաց։ Միացավ, play եմ տալի։ Okay.
Okay, սկսվավ խաղը։ Կտրտեց։ Վիդեոն կտրտում է, ինձ դուր չի գալիս։ Կտրտում է։ Ես ներվայնանում եմ։ Անձն ենք խաղում։ Հա, կնոպկեքը գիտենք։ Так, լավ, խաղում եմ։ Գնաց։ Ինչ, արա։ Так, ես զգում եմ կտրտել է, вообще плавный չի։ Ну, типа, եթե դուք չեք ներվայնանում թեթև կախելուց, կխաղաք, բայց ես հիմա հուզվում եմ անկեղծ ասած, որտեվ կախում է ինքը, չի ձգում։ Ինքը ձգում է, բայց ինչ է, հա, դրիֆտ պետք է անեմ, օքեյ։ Ու չէ, ժող։ Նայեք, սենց ասեմ, աշխարհը պրագրուսկա էլած, այսինքն ինքը նես չի, որ դու քշում ես, ընդ աշխարհը հələ բացվում է, չի հասցնում զագրուսկա լինի։ Չէ, այդ մասով օքեյ է, բայց այն որ ինքը կտրտում է ու այդ աչքին պարզ երևում է, դա չի քննարկվում ընդհանրապես։ Եթե դու գեյմեր ես, հաստատ անցանք ես պահը։ Եթե դու ուզում ես պրոստը կայֆի համար մի 5 րոպե սենց ժամանակ մերցնես գոնկա խաղաս, պրաշու հանգիստ կարաս խաղաս։ Վիդեոից սկսած ինքը սկսեց կտրտել, այսինքն այդ իր ինտրոն որ սկսվում է, լոգոներով եւ այլն, ինքը սկսեց կտրտել։ Խաղը միացրեցի, այսինքն ինքը դեռ երկար չէր միանում, որ ասեմ երկար զագրուսկա ալնում, չէ, ինքը շատ արագ միացավ, բայց վիդեոյի մասում կտրտում էր, խաղալու ընթացքում կտրտում էր։ Հիմա ինչա ստացվում։ Այս ծիտիկ MacBook-ով դու կարաս խաղաս Snake, բայց չես կարող խաղաս Asphalt 7։ Իրականում կարաս խաղաս, եթե ներվերդ անջտած է ու շատ չի ազդում քո աչքերին կտրտելը, բայց օրինակ ես երկար չեմ ցկի։ Մաքսիմում 5 րոպե խաղամ ու վերջ։ Գնացինք առաջ։ Մենք մի հատ էլ գոնկա ունենք, բայց եկեք հələ այս Crocs World-ը խաղանք։ Ну, ես ենթադրում որ էսի պետք է որ նորմալ լինի։ Ինքը որտեվ տենում եմ թեթև խաղա Mario էլի, կոպիտ ասած Mario։ Անտիր, գժական։ Ջան, ասենք չի կտրտում вообще, կասկա ունեմ։ Թե կտրտում ալը միրը, չէ։ Ալը սպասի։ Ստեղ չի կտրտում, ստեղ էլ չկտրտեց։ Ուզում եմ հասկանամ, որ թեթև ինչ-որ անիմացիա է տեղի ունենում խաղի մեջ ինքը սկսում է կտրտել, так։ Սենց, նայես, տենում եմ, պլավնի է, շատ պլավնի է, լավ է։ Առաջ գնացինք, հիմա ստե ինչ-որ անիմացիա է տեղի ունենում, կախում է, ժողովուրդ դուք նայեք, ես չեմ դուք եք, չի կախում, որ ինչ-որ շարժա տեղի ունենում, չէ, այ կախեց, այստեղ կախեց, այ եթե հաստատ չկախեր, սաղ ամեն ինչ պլավնի լիներ, հաստատ այս հարցը չեր լինի։ Ես հասկացա, որտեղ որ մի քիչ շատ անիմացիա է, այսինքն ստե այս ուլիտկեքը գնում են, գալիս են, ստե շարժեր է ինչ որ կատարվում, ինքը սկսում է թեթևակի կախել, թեթևակի չի խանգարում, իրականում չի խանգարում, կամ նմանած սենց խաղերի մեջ այդ թեթև կախելը չի խանգարում, բայց դա ասֆալտի մեջ էդի այդպես խաղալ չի լինի։ Դիսկոմֆորտը աչքերդ սկսում է ցավել։ Այդպես Crocs World հաջորդ խաղը, որը Resident Evil չբացեց։ Չեմ կարող միացնեմ Resident Evil-ը, չի ստացվում։ Սկզբից ինքը ասեց մտի բան iCloud-ը սինխրոնիզացիա արա, միացրա։ Խաղը ուզում է սինխրոնիզացիա լինի iCloud-ի մեջ, միացրեցինք։ Restart տվինք։ Նորից մտա Resident Evil, ինքը ոչի բան չկատարվեց, ինքը միացավ սև էկրան, չգիտեմ ինչա կատարվում։ Ուզում եմ, ախպեր, ուզում եմ խաղամ։ Ես ուզում եմ MacBook Neo-ով, այս ծիտիկ կոմպով Resident Evil խաղամ։ Shutdown հենց հիմա։ Hard restart եմ տալիս իրան։
Կստացի over չգիտի life hack բլոկի կնոպկեն սխմած պահում ես ինքը restart անում կոմպը բայց երկար պետք է սխմած պահես դե MacBook-ը է սիրա դիզայն է սիրա sense շոշափում է շատ sense սենսորը շատ թույն աշխատում է սիրուն ակուրատնի տարբեր գույներով բայց եկեք հասկանանք որ գնային ինքը այդքան թանկ չի ես sense ասեմ այդ գնով sense բան անտիրա մի ասում եմ car driving մի անգամից միացավ առանց ինչ որ օպա ահա sense հա ըլմետ նայում ես անիմացիա ոնց է լվոր գրաֆիկա ծերմա որ ինքը եսի մի ինչ խաղ չի հասարակ խաղ է ահա գնաց դոզեր դաժե թեթեսնս ջորգերի էֆեկտներ ա տալի բան շատ լավ է սին սխմում ես GTA նման է GTA խաղացողները կհասկանան ինչի մասն է խոսքը որ կամերան փոխում ես տարբեր ռակուրսներով է բերում անգամ ասենց ինչ որ տիպը վերտալյոտից նկարած կադր այն նայեք օրինակ ստեղ աշխարհը պրոգրուսկա չիլում այսինքն նայեք տենում եք գնում է աշխարհը նոր է բացում այն մոստը նոր է բացում էսի նոր ազագրուս կալնում ինքը սկզբից չի երևում հետո երևում է էդի լավ չի ասեմ если что բայց խաղը չի կախում խաղը շատ լավ աշխատում է փդած գրաֆիկայով բայց շատ լավ աշխատում է իսկ ասֆալտում հակառակն է աշխարհը նորմալ զագրուսկա եղած ոչ մի բան այն ֆոնային հատվածում ոչ մի բան չէր կախում նորմալ ամեն ինչ բացվում էր բայց ընդհանուր խաղը կախում էր մի հատ եմ փորձում Resident Evil-ը չեղավ այս վիդեոն բրծնում է checking iCloud drive data գնաց միացավ վերջապես Resident Evil MacBook Neo-ի վրա Resident Evil 2 հենց հիմա սխմում ենք Начать игру. Так, մենյուի մեջ եմ անձրևը նորմալ աշխատում, այսինքն կախել չկա։ Ստե մենյուի մեջ, ինչպես տեսնում եք, անձրևը։ Հա, օրո լավ աշխատում։ Օրո, ախպեր մի արա, թող խաղենք թեստանում։ Լավ, կրակը թույն աշխատում է, գրաֆիկան շատ լավն է։ Հարց չկա Resident Evil-ը նես չի թազա խաղա, նու հնոտ է, բայց ընենց հին չի, ասենք այն մինչև այդ որ գոնկային խաղում դրա նման չի, ասենք նայ թույն է, սաղ փայլում է։ Так, մի հատ էլ настройки մեջ նայեք ինչ որակ է։ Так, դա գրաֆիկա, գնաց։ Разрешение 1920-1080-ի վրա, իսկ եթե ես իրան քոքեմ։ Так, качество, выкл, производительность, качество։ Всё, ես քոքեցի, գնացի։ Ես ուզում եմ լավ որակով խաղամ։ Ասենք չոտքի խաղում вообще պրոբլեմ չի էս խաղը։ Չէ, в общем լավ է։ Resident Evil-ը նախ կարաս խաղաս։ Ինչ կարամ ասեմ։ Ինքը շատ սիրուն, 100 անգամ արդեն ասում եմ, շատ սիրուն է, շատ լավն է։ Ես կուզեի, ասենք իրան սենց տենայի մի տես սեղանից դրած։ Կուզեի սենց սիրուն բացենք, սենց աչք ծակեր իր գույնով։ Բայց տեսեք իդեալական տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր նախ սիրում են iPad-ներ, որտեվ սա կոպիտ ասած ինչ որ sense կլավիատուրայով iPad-ը։ YouTube կարաս նայես, գիշերը կարաս դնես ծնկների մի հատ սերիալչի գրռսնես ու քնես կարաս ինչ որ թղթաբանական, ինչ որ հաշվապահական, տենց ինչ որ հարցեր անես այս կոմպով աշխատանքային կարաս։ Մտնես ինտերնետ, ինչ ուզես նայես կարաս, այդ ամեն ինչը կարաս, պլյուս դու կարաս խաղաս թեթև խաղեր, թեթև ու Resident Evil 2-ը։ Սենց ասեմ, ինքը ձգում է, ինչ որ խաղեր ձգում է, բայց եկեք ընդունենք, որ MacBook-ը իրականում ինքը խաղալու համար չի, ավելի շատ աշխատանքի համար է։ Դե ինչ, դուք արդեն գիտեք, որ դες կարելի է ունենալ այս սիրուն 256 GB նոց MacBook Neo-ն, իսկ եթե չգիտեք, հիշացնեմ, որ կարող եք մտնել վիդեոյի տակի լինկով, սխմել եւ ամեն ինչ իմանալ ավելի մանրամասն։ Շնորհակալություն, որ նայեցիք այս վիդեոն միջև վերջ ու հասաք միջև այս վարքյանին։ Follow, like, զանգակ, ձեզ դժվար չի, մեզ հաճելի է։ Հաջողություն։